2026 թվականի ամենամեծ ծրագրերը, որոնք ֆինանսավորում են սպասում բյուջեից, բացի բանակին հատկացվող գումարը գիտենք, բայց այն մնացածը կուզեի ներկայացնել եւ կա ինֆորմացիա, որ այս տարին ծրագրերը, որոնք իրականացվում են պետության մասնակցությամբ, ազատվում են եկամտահարկից, ինչ գումարի մասին է խոսքը եւ մի քիչ ավելի մանրամասնեք այդ ծրագիրը։ Ենթադրենք սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետության մասնակցությամբ են արվում, իրենք ազատվում են եկամտահարկից։ Պատասխանեմ ես չգիտեմ որևէ մեկին, ով որ ազատվում է եկամտային հարկից, ես գիտեմ, որ որոշակի ծրագրեր ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ մենք եկամտային հարկի մի մասը փոխհատուցում ենք, սա է հիմնական բանը, ես մոռացա իհարկե սրա մասին մանրամասն խոսեմ, որ մեր հարկային քաղաքականության նաև գործիքներից մեկը, իհարկե սա ոչ թե որպես արտոնություն ենք տվել, այլ նաև աջակցության ծրագիր ենք իրականացրել հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որոշակի հնարավորություններ ենք տվել ավելի մեղմ հարկային ռեժիմում կամ հետվերադարձի պայմաններում այս աշխատանքները իրականացնել, այնտեղ իհարկե կան նաև որոշակի արտոնություններ եկամտահարկի հետ կապված, եթե չեմ ճիշտ եմ հիշում 10% է եկամտահարկը այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով, նախկինում նման բան չի եղել եւ մենք փորձել ենք նաև սրանով համահունչ լինել ժամանակակից միջազգային տենդենսներին 2026 թվականի հիմնական ծրագրերի մասին բազմաթիվ խոշոր ծրագրեր կան, խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կամ շարունակվելու են կամ մեկնարկելու են, օրինակ հյուսիս-հարավի բտորն ենք աշխատանքներ ենք իրականացնում, օրինակ Քաջարան-Ագարակ հատվածում է ակտիվ շինարարություն եղել 2025 թվականին եւ դա կշարունակվի 26 թվականին մեկնարկելու ենք աշխատանքները արդեն Սիսիան-Քաջարան հատվածում այնտեղ հողի օտարումների հետ կապված աշխատանքներն են մեկնարկելու եւ հույս ունեմ նաեւ որոշակի շինարարական նախապատրաստական աշխատանքներ կլինեն այդտեղ մենք միջազգային մի քանի կարևոր միջոցառում ենք պլանավորում իրականացնել մյուս տարի, այս տարի եւ դրա համար համապատասխան միջոցներ նույնպես պլանավորել ենք, սա կարելի է անվանել բավականին մեծ ծրագիր, դա COP17-ի անցկացումն է Երևան քաղաքում եւ այստեղ սպասում են 20,000-ից ավել մասնակիցներ, ինչը ընդհանրապես աննախադեպ ծավալ է մեր պետության համար, օրինակ համատության համար հիշեցնեմ, որ եթե մենք 24 թվականին մեծ հաջողությամբ անցկացրեցինք Եվրոպական բանկի վերակառուցման եւ զարգացման բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դա 3500-ից 4000 մասնակից էր մասնակցել, դա կարելի ասել ամենամեծ միջոցառումներից էր, որը Հայաստանում տեղի ունեցել, այստեղ իհարկե մասշտաբը բավականին մեծ է եւ մենք հիմա աշխատում ենք այդ ենթակառուցվածք ստեղծելու ուղղությամբ, որովհետեւ Հայաստանում երբևիցե նման ենթակառուցվածք չի եղել այդ մասշտաբի միջոցառում կազմակերպելու համար եւ իրական Հայաստանում տեղի ունենալու նաեւ եվրոպական քաղաքական համաժողովը դրան նույնպես պատրաստվում ենք իհարկե շարունակվելու են դպրոցաշինության ծրագրերը շարունակվելու են բավականին շատ բան կա այդտեղ ուղղակի որ բյուջեում դուք բացեք ինքներդ կտեսնեք հիմա կարող է ես ամբողջ սպառիչ ցանկը ձեզ չկարողանամ թվարկել